Ահա մեր շարքի 27-րդ և վերջին սերտողությունը։ Խոստացած էի 30 սերտողություններ, բայց ավարտին հասանք և ամփոփեցինք 27-ը։ Այս հայտնության գրքի ամբողջ Աստվածաշնչի բարահեղ եզրափակումն է։ Այստեղ պատմությունը կդառնա դեպի սկիզբը, եթե մի պարտեզը, բայց այս անգամ հավիտենական հաղթանակով։ Ամեն ինչ ավարտեցավ և ամեն ինչ նոր սկիզբ կառնե։ Հայտնություն 22-րդ գլխում մեջ Հովհաննեսը մեզ կտանի նոր Երուսաղեմի նոր սիրտը, ան մեզի ցույց կտա գենած ջուրի մաքուր գետը, որ Աստծո և գառնոգի գահեն կբխի, ան մեզ ցույց կտա գենած ծառը, որուն տերևները ազգերու բժշկության համար են։ Այսօր մենք կբնակենք հիվանդության, մահվան և անեծքի տակ, բայց հավիտենականության մեջ այլևս անեծք չկա։ Բայց լսեցեք հայտնության գրքի վերջին ահազանգը. ահա շուտով կուքամ։ Այս խոսքերը 3 անգամ կգրկնվին այս գլխում մեջ։ Ասիկա ոչ թե սպառնալիք է, այլ սիրո խոստում։ Մինչ աշխարհը կսարսափի իր տեսած պատուհասներեն, հավատացյալը կսպասի իր փրկչին։ Դու պատրաստ ես այն բահուն, երբ Տեր Հիսուսը պիտի ասե. «Ես եմ Ալփը և Օմեգան, առաջինը և վերջինը»։ Այսօր հոգին և հարսը կսեն. «Եկուր»։ Դուն լսած ես այդ հրավերը, պատրաստ ես քու կյանքդ ավարտելու այն նույն աղոթքով, որով Աստվածաշունչը կփակվի. «Ամեն, եկուր Տեր Հիսուս»։ Պատրաստ ես տեսնելու անոր երեսը։ Հանապազօրյա հացի սիրելի ունկնդիրներ, այսօր 27 մարտն է 2026 և սա վերջին խոստումի մասին է, գենած ծառը և Տիրոջ գալուստը։ Հայտնություն 22:1-21։ Սիրելիներ, այսօր մենք կգանքնենք հայտնության գրքի վերջին տեսարանին առջև։ Հրեշտակը Հովհաննեսին ցույց կտա կյանքի ջուրի մաքուր գետը։ Ասիկա այն ջուրն է, որուն համար մարդկությունը դարեր շարունակ ծարաված է։ Այսօրվա աշխարհի աղբյուրները թունավորված են մեղքով, բայց Աստծո գահեն բխող ջուրը կբերե հավիտենական նորոգություն։ Գենած ծառը, որ ետեմի մեջ արգիլված էր մեղավոր մարդուն, հիմա բաց է բոլորին համար։ Անոր տերևները ազգերու բժշկության համար են։ Ասիկա կնշանակե, որ հավիտենականության մեջ այլևս վերքեր պիտի չլան, այլևս պատերազմներու հետքերը պիտի չնչվին։ Արթնության գոչը մեզ կհայտնե. Աստված ամբողջական բժշկություն պատրաստած է քեզի համար։ Ամենամեծ փառքը 4-րդ համարն է։ Անոր երեսը պիտի տեսնեն և անոր անունը իրեն ճակատներու վրա պիտի ըլլա։ Ասիկա մեր հավատքի նպատակն է տեսնել Աստված դեմ առ դեմ։ Այսօր մենք ձայն կտեսնենք հավատքով, պատուհասներու մեջ են, աղոթքներու մեջ են, բայց այն օրը պիտի տեսնենք անոր երեսը առանց վարագույրի։ Եթե անոր անունը քու ճակատիդ վրա է, դու անոր սեփականությունն ես։ Մարգարեական պատգամը քեզի կհարցնե. դուն Աստուծո սեփականությունն ես, թե դակավին աշխարհի գենիքը կգրես։ Գալիք օրերը պիտի հայտնեն, թե որուն անունը գրված է քու սրտիդ վրա։ Տեր Հիսուսը կհայտարարե. ահա շուտով կուքամ և իմ վարձքս ինձի հետ է, որպեսզի յուրաքանչյուրին հատուցեմ ըստ իր գործին։ Ասիկա հստապեցնող գոչ է։ Դատաստանը միայն մեղավորներու համար չէ, այլ նաև հատուցում հավատարիմներուն։ Քու ամեն մեկ համբերությունդ պատուհասներու մեջ, քու ամեն մեկ զոհաբերությունը Տեր Հիսուսի անունին համար վարձք ունի երկնքի մեջ։ Արթնության գոչը քեզի կսե. մի ուսահատիր, երբ դարաբանքը գերգարի, որովհետև Տիրոջ ձայնը ջամփայ ելած է։ Ան կհայտնե իր ինքնությունը, Ալփը և Օմեգան։ Ան սկսավ պատմությունը և ան պիտի ավարտե զայն։ Բայց տեսեք, հայտնության գրքի վերջին զատումը։
Երանելի են անոնք, որոնք անոր պատվիրանները կբահեն, բայց դուրսը պիտի մնան շուները, գախարտները, բորնիկները եւ բոլոր սուտ սիրողները։ Հավիտենականության դռները բաց են, բայց ոչ մեղքի համար։ Այսօրվա պատուհասները մեզի արիտ կուտան մաքրվելու։ Մարգարեական պատգամը հստակ է. մի խաբվիր, Աստված սուրբ է։ Եթե դուն կսիրես սուտը, դուն տեղ չունիս ճշմարտության տակավորության մեջ եւ վերջ։ Այսօրվա աշխարհը սուտի վրա հիմնված է, բայց նոր Երուսաղեմը ճշմարտության քաղաքն է։ Սրբությունը քո միակ անցակիրն է այդ դռնեն ներս մտնելու։ Ամենաուզիչ հրավերը 17-րդ համարն է։ Հոգին եւ հարսը գսեն եկուր, եւ լսողը տողսե եկուր։ Ասիգա եկեղեցու վերջին գանչն է մոլորված աշխարհին։ Անոր ծարավետող կա, եւ անոր գուզե ծրի թող առնե կյանքի ջուրը։ Այսօր Աստված դեր ծրի կհրամցնե բրգությունը։ Պատուհասները դեր չեն պագած շնորհքի թուրը։ Դուն ծարավ ես իրական եւ իսկական հույսին, եկուր Տեր Հիսուսի մոտ։ Անոր ջուրը միակն է, որ պիտի զովացնե քու հոգիդ գալիք գրակներու մեջ։ Դուն լսողն ես, թող քու ցայնը տալ միանա երկնային գանչին։ Հայտնությունը գավարդի խիստ զգուշացումով ոչ ոք իրավունք ունի ավելցնելու կամ բագասեցնելու այս մարգարեության խոսքերեն։ Եթե մեկը ավելցնե, Աստված անոր վրա պիտի ավելցնե այս գրքի պատուհասները։ Եթե մեկը բագասեցնե, Աստված անոր անունը պիտի բագասեցնե գենած գրքեն։ Ասիկա կնշանակե, որ Աստծո խոսքը բացարձակ է։ Մենք իրավունք չունենք հարմարեցնելու ճշմարտությունը մեր հաճույքներուն։ Այսօրվա ազատական քրիստոնեությունը, որ գործը չնչել Դաղաստանի կամ սրբության մասին խոսքերը, վտանգավոր խաղի մեջ է։ Հայտնության գիրքը պետք է ընդունվի ամբողջությամբ իր սպառնալիքներով եւ իր խոստումներով։ Հաղթողի համար հայտնություն 22-րդ գլուխը վերջնական խարիցքն է։ Եթե մենք լսենք Տեր Հիսուսի վերջին վկայությունը, այո, շուտով գուքամ, մեր ամբողջ կյանքը պիտի ելնա պատասխան այս խոսքին։ Այսօրվա դակնաբներու մեջ դեղը, երբ աշխարհը կքանդվի քու սրտիդ, քու սիրտդ պետք է տնտա այս հույսով։ Հայտնության լույսը մեզ գարաշնորհտե դեպի այն բահը, երբ պատմության վարակույրը պիտի փակվի եւ հավիտենականության արևը պիտի ծագի։ Մեր պատասխանը պետք է լա Հովանեսի պես. ամեն, եկուր Տեր Հիսուս։ Այսօրվա մեր պատգամը հստակ է։ Տեր Հիսուս Քրիստոսի շնորհը ձեր ամենու հետ լա։ Ասիգա Աստվածաշնչի վերջին խոսքն է։ Շնորհը մեզ դրված է, որպեսզի կարենանք դոգալ պատուհասներուն, հաղթել մեղքին եւ պատրաստ ըլլալ Տիրոջը դիմավորել։ Արաբազորիա հացի սիրելի ունենտիր։ Պատրաստվիր, որովհետև Տեր Հիսուս արդեն դրան առջև է։ Լսեցեք, ինչ որ հոգին գսե եկեղեցիներուն, ավարտած է, բայց հավիտենականությունը գսկսի։ Մնացեք սիրով, մնացեք խաղաղությամբ։